դիմորդներին, ովքեր Իրավաբանական գիտությունների դոկտոր Գագիկ Ղազինյանը չի հաշտվի Երևանի պետական համալսարանից իրեն ազատելու որոշման հետ։ Տասնամյակներով Մայրբուհում դասավանդած պրոֆեսորը կբողոքարկի որոշումը, եթե սեպտեմբերից պայմանագիրը չի երկարաձգեն։ Ազատության ասած նրա որդին, որ ընդդիմադիր Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր է։ Գագիկ Ղազինյանը ազատության զանգերին այսօր չպատասխանեց։ Միանշանակ բողոքարկում կլինի, բայց ոչ թե խնդիրը աշխատանքն է, խնդիրն է, որ իրենց ուզածը պետք է չլինի, իրենց ասածը պետք է չլինի։ Համալսարանի երկարամյա դասախոսին անցած ամիս են ծանուցել, որ պայմանագրի ժամկետը լրանում է ու չեն երկարաձգի։ Եվ առանց որևէ պատճառաբանության, որ սեպտեմբերի 1-ից ձեր պայմանագիրը չի երկարացվելու։ Որևէ հիմնավորում չեն ներկայացրել, ոչ մի պատճառաբանություն չկա, վստահեցնում է Դավիթ Ղազինյանը։ Սամվել Կարապետյանի թիմին միացած ընդդիմադիր падգամավորը սա իր քաղաքական գործունեության հետ է կապում։ Պնդում է 1 տարի առաջ, երբ ինքը դեռ չէր մտել քաղաքականություն, հորը Մայրբուհում պատվավոր պրոֆեսորի կոչման էին արժանացրել։ Իմ կարծիքով դա մեկ մարդու որոշում է, իր կարծիքով էլ ինձ ինչ-որ ձևով ճնշելու։ Այսինքն դուք ասում եք Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով է ձեր հայրը։ Վարկյան կասկած չունեմ։ Պատճառը դա է, ինչ-որ ձևով փորձեն ճնշեն, պատժեն։ Գագիկ Ղազինյանը պետական համալսարանում է դասախոսում 80-ականներից, մինչև 2024 թվականը իրավագիտության ֆակուլտետի դեկանն էր 28 տարի, 2 տարի առաջ հրաժարվեց առաջադրվել ու շարունակում էր դասախոսել։ Եթե իմ հայրը չի բողոքարկում, ինչ անեն մնացած մարդիկ, որոնց դեմ ոտնձգություններ արվում։ Ղազինյանը միակը չէ, որի հետ Երևանի պետական համալսարանի ռեկտորատը չի պատրաստվում սեպտեմբերից աշխատել։ Այսպիսի ծանոթություններ են ստացել ընդդիմադիր հայացքներով մի խումբ դասախոսներ։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, պատմության ֆակուլտետից Շուշան Վարդանյանը, որ նույնպես Փաշինյանի քննադատներից է։ Ես համարում եմ իրավապաշտպան գործունեության արդյունք։ Ռուբեն Մելիքյանն անցած ամիս Ազատության հետ զրույցում պնդել էր, ռեկտորի սև ցուցակում է հայտնվել իր իրավապաշտպան գործունեության պատճառով։ Նա հիմնականում պաշտպանում է իրավապահների թիրախում հայտնված ընդդիմադիր գործիչներին։ Քաղաքական հարցերով իրավապաշտպանությունը ենթադրում է ընդդիմադիրների պաշտպանություն։ Ինչն է պատճառը, որ այս դասախոսների հետ չեն ուզում աշխատել, ինչով են հիմնավորում նրանց պայմանագրերը չի երկարաձգելու որոշումը։ Արդյոք կան քաղաքական նկատառումներ, ինչպես պնդում են Ռուբեն Մելիքյանն ու Դավիթ Ղազինյանը։ Ազատության այս հարցերին համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը խոստացավ պատասխանելու, մինչ այս պահը արձագանք չկա։ Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ այսօր անհասանելի էր։ Կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո։ Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն։ Բուհերը քաղաքականությունից հեռու պահելու խոստումներով իշխանության եկած Փաշինյանի օրոք էլի են եղել ընդդիմադիրների ծահազանգեր, որ իրենց պայմանագրերը դադարեցրել են քաղաքական հայացքների պատճառով։ 3 տարի առաջ էլ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանին հրաժեշտ տվեց ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը։ Այս դեպքերով նաև մեկ դատական վճիռ կա։ Բրյուսովում 2023-ին պաշտոնից հեռացրել էին Ցոլակ Ակոբյանին, որ բարձրաձայնում էր ռեկտորի Թափուր պաշտոնում Դավիթ Գյուրջինյանին խախտումներով նշանակելու մասին։ Քննադատություններից հետո հենց իրեն պրոռեկտոր Ցոլակ Ակոբյանին ազատեցին, հիմնավորելով, որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։ Ես բողոքարկել եմ ինձ աշխատանքից ազատելու հրամանը ամբողջությամբ ու դատանը հրամանը ամբողջությամբ ճանաչել է անվավեր։ Պրոռեկտորը բողոքարկել էր որոշումն ու շահել բոլոր ատյաններում։ Դատարանը անվավեր համարեց նրան աշխատանքից հեռացնելու հրամանն ու Ցոլակ Ակոբյանը բուհի բյուջեից որպես փոխհատուցում ստացավ 11 միլիոն դրամ։